Խոսենք պանիրների մասին, առանց որի հնարավոր չէ պատկերացնել հայկական սեղանները եւ այստեղ տարբեր հորմոնալ խնդիրներ ունեցող մարդկանց դեպքում ինչ պանիր ընտրել։ Ասում են լավագույն տարբերակը ֆերմենտացված պանիրներ են, ճիշտ է։ Այո, կհամաձայնվեմ, քանի որ տեսեք, այդ հորած պանիրը, որ ամիսներով պահվում է, ինքը շատ կարևոր եւ շատ օգտակար ուրեմն մթերք է, նշանակություն ունի, ինքը իր ֆերմենտները տարիների ընթացքում ու ամիսների ընթացքում ավելի լավանում է։ Բացի դրանից պարմիզանը, այսինքն քիչ յուղային պանիրները եւ պինդ սորտի պանիրները, քանի որ կալցիումը յուրացվում է պինդ սորտի պանիրներից։ Ուրեմն ավելացնենք, որ երեմյան կաթնամթերքի պանիրները արտադրվում են բացառապես A դասի բարձրակարգ կաթից, սպառողներին մատուցելով համային գերազանցությամբ պանիրների լայն տեսականի։ Ամանորին օրինակ կարող եք իտալական շունչ հաղորդել, ընտրելով բուրատա, ստրաչատելլա, մոցարելլա տեսակի պանիրներ, որոնք համեղ են եւ բարձր սննդային արժեք ունեն երեմյան կաթնամթերքից։